Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ համապարփակ անվտանգություն եւ դիմակայություն 2025 միջազգային համաժողովին հայտարարել է, որ բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջին գործիքը։ Այսպես է Փաշինյանը արձագանքել հարցին, թե ինչպես են անվտանգության պարամետրերի վերաբերյալ պատկերացումների մեջ էական հանգամանքներ փոխվել։ Նրա խոսքով հարկավոր է արձանագրել եւ ձևակերպել, թե ինչ նկատի ունենք անվտանգություն ասելով, ում եւ ինչի անվտանգությունը նկատի ունենք եւ ինչ պարամետրերով է այն արտահայտվում։ Երբ քո անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն։ Բանակը նույնիսկ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը պետք է չլինի։ Բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջինը։ Մենք չենք նկատել, թե ինչ բեռ ենք դրել մեր զինվորի ուսերին, ասել է նա։ Armenia Today նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, ըստ իրենց որն է Հայաստանի թիվ 1 անվտանգության գործիքը, որտեղում պետք է լինի բանակը եւ արդյոք համամիտ են վարչապետի խոսքերի հետ, որ երբ երկրի անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն չունես անվտանգություն։ Բանակը Նիկոլ Փաշինյանը ասում է հայտարարել է, որ երկրի անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն անվտանգություն չունես։ Համամիտ եք իդնել։ Չէ։ Առողջապահությունը չի լինելու համար մեկը բանակը լինի։ Իսկ ինչու է այդպես հայտարարում Փաշինյանը։ Ամբողջ աշխարհում մոտ այդքան է հասկանում։ Ավել չի հասկանում այդ մարդը։ Այդ մարդը մի քիչ է հասկանում, մենք իրանից այսքան ենք ուզում, ոնց հասկանում, ոնց ասեմ։ Չի ջոգում։ Հիմա որ ասեմ կարծությունն է, առողջապահությունն է, կամ ասենք հարկայինն է, նորմալ է։ Ամբողջ աշխարհում ունենում են մարդիկ հզոր բանակ, նորմալ կայուն տնտեսություն, նորմալ էկոնոմիկա, զարգացում, աշխատանք, հզորացնեն բանակը, որ Ալիևը հարձակվի Ադրբեջանից։ Բանակը, որ եթե բանակը չի, բա ո՞վ պետք է պաշտպանի։ Բախեն բանակից ուզում պաշտպանություն։ Պաշտպանության նախարարությունը իրենց ինքը չի ասում։ Դուք ես լավ գիտեք։ Խաղաղությունը։ Իսկ ով է պաշտպանում Հայաստանը։ Մեր բանակը։ Իսկ Փաշինյանը հայտարարել է, որ երբ երկրի անվտանգության թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն չունենք անվտանգություն, այսինքն հույս պետք չի բանակը լինի, համամիտ եք իրար։ Այո, բանակը հիմնականում ես գտնում եմ, որ բանակ։ Չէ, Փաշինյանը հակառակն է ասում, որ բանակը չէ։ Դե պետք է հարևանների հետ բարեկամություն հաստատենք, որպեսզի խաղաղություն լինի։ Օրինակ ինչպես եք պատկերացնում հարևանների հետ բարեկամություն, օրինակ Ադրբեջանի հետ Օրինակ դուք որ հարևաններ ունեք ձեր շենքում, չեք աշխատում, որ այդ հարևանների հետ լավ հարաբերություն։ Իմ հարևանները հայ են օրինակ։ Մենք չենք կարող մեր բոլոր հարևանները հայ դարձնենք, որպեսզի բարեկամություն ստեղծեն։ Օրինակ կարող եք ադրբեջանցի գերուհիներ ունենալ։ Այսինքն դուք չունեք այլ ազգային գերուհիներ։ KGB-ն ռուսական վարիանտով։ Հայաստանի ազգային անվտանգությունը։ Անվտանգության կոմիտեն։ Փաշինյանը հայտարարել է, որ երբ երկրի անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն չունես անվտանգություն։ Համամիտ եք։ Ես Փաշինյանի ասած ոչ մի խոսքերին չեմ հավատում, չեմ էլ ընդունում։ Իսկ որը պետք է լինի թիվ 1 գործիքը անվտանգության։ Համենայն դեպս ոչ բանակը, ոչ բոլոր պետություններն են, որոնք չունեն բանակ, բայց ունեն անվտանգություն։ Այս պահին մենք ունենք բանակ։ Ես շատ ուրախ եմ, որ ունենք բանակ, բայց մեր անվտանգությունը չի ապահովում։ Անվտանգությունը, որ ապահովում սահմանները չենք տա։ Այսինքն համամիտ եք Փաշինյանի հետ։ Փաշինյանի հետ համամիտ չեմ։ Եթե բանակ ունենայինք, սահմանները չէինք տա, այսինքն Փաշինյանն ինչ է ասում։ Փաշինյանը ասում է, որ երբ երկրի անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն չունես անվտանգություն։ Չէ, ես համաձայն չեմ իրար։ Համաձայն չեմ, բայց իմ ասածներից մեջ է ճշտություն կա։ Լավ իշխանություն ունենալը, որ լավ ղեկավարի Հայաստանը մենք էլ ուրախանանք։ Շնորհակալ։ Հայաստանի անվտանգությունը ի՞նչն է ապահով։ Ով է ապահովում։ Զինվորները։ Փաշինյանը հայտարարել է, որ երբ երկրի անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն չունես անվտանգություն։ Երևի ճիշտ է ասում։ Հայոց բանակ է։ Փաշինյանը հայտարարել է, որ եթե երկրի անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն դու անվտանգություն չունես։ Համամիտ եք իդ։ Հայ ազգը բանակն է։
Հայ ազգ է։ Իսկ ինչու է Փաշինյանը այդպես ասում։ Ես ինչ գիտես։ Աղջիկ ջան, չեմ կարա այդ հարցին պատասխանել։ Նայած ինչ են իր ծակ է գլխում այ։ Դե Հայաստանի անվտանգություն պահում սահմանները մեր։ Եթե սահմանները անվտանգ լինեն, ժողովուրդն էլ անվտանգ կլինի։ Բանակ այս։ Այո, բանակը։ Փաշինյանը հայտարարել է, որ երբ երկրի անվտանգության թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն չունենք անվտանգություն։ Համամիտեք իր հետ։ Ամենաառաջի տեղում պետքա բանակը լինի, եւ պետքա լավ վճարեն մեր զինվորներին, լավ, ասենք ոնց են ասում, իրենց պահպանողականությունը տան, հագուստա, սնունդա եւ այլն, ուրեմն ինձ թվում է մենք անվտանգ կարող ենք ապրել։ Անվտանգությունը, բանակը, լավ հարևանները բարի կարգավիճակով, հարևանները պիտի լավ լինեն, լավ հարևանը լավ վատ բարեկամից լավ է։ Փաշինյանը հայտարարել է, որ երբ երկրի անվտանգության թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն չունես անվտանգություն։ Համամիտեք իր հետ։ Իհարկե ոչ։ Ո՞ս կարայց բան ասի ինչ-որ մեկը։ Չի կարելի տենց։ Մենք ունենք բանակ, բառապանց բանակ ունենք՝ ի տարբերություն Ալիևի խոսույթի։ Մեր ամեն մի զինվորը հերոս է։ Իսկ ինչու է Փաշինյանը նման կերպ արտահայտում։ Որ կերպ։ Որ ասում էր, եթե անվտանգությունը բանակն է, ուրեմն չունես անվտանգություն։ Յանում չի կարելի է զվարթ այդպես։ Նույնիսկ չի որ ես իրան թերագնահատում եմ կամ մեղադրում եմ, ինքը շատ լավ է աշխատում։ Ուղղակի թերանում է լիդերստվայի մեջ, ինքը լավ լիդեր չի։ Այսինքն ինքը եթե լավ լիդեր լիներ, սրանք չէին լինի, լիքը ոչ հայերին հաճո մարդիկ, մեր պետությանը։ Վարչապետ ասում է, որ բանակը պետք է լինի վերջին տեղում, որպես անվտանգություն։ Շատ էս բարձ չի կարող ասի ինքը, ես չեմ էլ հավատում։ Իրոքից չեմ հավատում, ոնց կարա բանակ լինի վերջին տեղում։ Դրանք դիվանագիտական բառեր են խոսույթի մեջ, որ օգտագործեն, որ թույլատնենք ֆինանսավորումը քչացնենք, այսինքն մենք խաղաղության ենք գնում։ Հավատում եք այդ խաղաղությանը։ Ինչ խոսք, անպայման։ Ինչպես եք պատկերացնում խաղաղություն Ադրբեջանի հետ։ Ոնց որ միշտ ադրբեջանցիները վրացիներից լավ ժողովուրդ է։ Ես ունեցել եմ ընկերներ բոլոր ժամանակներում, հիմա էլ ունեմ։ Այդ իրանք չեն մեղավորը ավելի մեծ ախպեր է փոքր հասակով հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Թե չէ ադրբեջանցիների հայերի հետ շատ նմանատիպ բաներ ունենք մենք մեր ապրելակերպով, մեր խոսույթի մեջ անգամ բառակապակցությունների մեջ կան բառեր, որոնք երկկողմանի օգտագործվում են։ Մենք ենք իրենց նման, թե իրենք մեր։ Շատ լավ ասե։ Հիմա ասում են առաջ զուն է եղել, թե հավը։ Դե իհարկե մենք ենք սկզբում եղել, իրանք ստեղծովի ազգ են, բայց իրանք էլ ունեն պատմություն, որ այս Ադրբեջանի մասին չի էլի, այն որ ապրում են Իրանում էթնիկ ադրբեջանցիներ կան, իսկ էսի ստեղծովի հնարովի պետությունը որպես այդպես ստեղծեցին դրեցի ռուսները կոմունիստերի լավ բանով էլի Հազիզբեկովների շնորհքով Շահումյանների թե չէ ադրբեջանցիքը շատ ավելի ազնիվ են, ավելի անշարժ են, քան վրացիները։ Ու էլի լիքը ազգություններ, որ մի քիչ որոշակորեն որ շփվեք երկրների մարդկանց են, համոզվեք իմ ասացի մեջ, որ ադրբեջանցիների մեջ շատ ավելի մարդկային պահեր կան, քան ասենք լիքը ուրիշ ազգություններ։ Մեր բանակը Փաշինյանը ասում է, որ եթե երկրի թիվ 1 անվտանգությունը բանակն է, ուրեմն չունենք անվտանգություն։ Այսինքն բանակը անվանավերջին տեղ։ Վայ Փաշինյանի որ մեկի ասած եք հավատում, по-моему, ему лечиться надо։ Բանակը։ Բանակն է կարևորը, զինվորականություն դինի։ Մնացածը կարևոր չէ, այդքանի զինվորականությունն է կարևորը։ Իսկ Փաշինյանը ասում է, երբ երկրի անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն չունես անվտանգություն։ Համամիտեք իր հետ։ Չէ, բանակը կարևոր բան է։ Անպայման։ Եթե չունենանք զոր, չունենանք զինվոր, հայ բանակ չունենանք, մենք ոչ մի բանի պետք չենք առնվազն։ Իսկ ինչու Փաշինյանը չի կարևորում բանակը։ Դի կարանա որ կարևորի, որ չկարողոս կարողին։ Չի կարակյան։
Բացի վնասալուց ոչ ոք չի կարող բանել։ Բանակ ունենք, բանակը վերացավ, պետք է զոհել անմեղ։ Իմ ծղաները ծառը 44 իրեն գիտեմ։ Դե մի բանակիկը վերացես ոնց կարող ես բանակ կառուցի։ Պաշտպանություն։ Բանակ։ Բանակը։ Փաշինյանը հայտարարել է, որ երբ երկրի անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն չունես անվտանգություն։ Համամիտ եք իր հետ։ Ոչ։ Իսկ ինչու է այդպես ասում վարչապետը։ Դե ելնելով իր դիրքերից են։ Որտեղում պետք է լինի բանակը։ Վերջին թե Առաջի տեղ։ Քանի մենք ունենք այսպիսի ղեկավարություն, գործիք չկա։ Փաշինյանը հայտարարել է, որ երբ երկրի անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, ուրեմն չունես անվտանգություն։ Մենք չունենք բանակ։ Մենք չունենք այս դավաճանության պայմաններում, որը որ հիմա սթրեսված է այդ ատմոսֆերայում, մեր բանակը բանակ չի։ Ոչ մի զինվոր չի գնա պաշտպանի անհայտ ինչ-որ բաներ։ Եթե մեր ինքնությունը մեր մեջ ցանվում է, բանակ չկա արդեն։ Իսկ որը պետք է լինի անվտանգության թիվ 1 գործիքը։ Փախուստը։ Միայն փախուստը։ Չէ, երկրի անվտանգության։ Այո, ամբողջ ժողովրդի փախուստը։ Այն ինչ որ եղել է ամբողջ մեր պատմության ընթացքում։ Հաղթենք որ գնան։ Նիկարագուա, որտեղ ուզում եք, փախեք։ Այո։ Բանակը իր տեղը ունի ազգային անվտանգությունը, քանչական բոլոր կառույցներն իր տեղը ունեն ներքին անվտանգության համար։ Իսկ բանակը ամենավերջին տեղում է, ինչպես վարչապետն է ասում։ Բանակը այսօր պատերությամբ, եթե մենք հասել ենք խաղաղության ինչ-որ մի ձևով, ինքը կարա կամաց զարգանա ու ճիշտ ուղով զարգանա։ Այսինքն, ես ինչքան գիտեմ, 26 թվականին բանակի ժամկետներն են տաղճատելու, հետո համակարգը փոխվելու, ստրատեգիան փոխվելու բանակի, ուրեմն ասեմ դա ավելի տենց ուշադրություն պիտի դարձվի կառավարությունը, հետո նաև հանդիսանը, որ պետք է ասում թույլատնել։ Այսինքն հզորացնում է, բայց ավելի քիչ քանակով։ Որը պետք է լինի անվտանգության թիվ 1 գործիքը։ Հիմա ես ցած որ խոսում եմ, չէ, կարող է իրանք ֆիքսեն։ Կա թևերս բռնեն տանեն, հենց ասեն ես ինչ հակառակ բաներ ես խոսում։ Այսինքն Փաշինյանի իշխանություն օրոք վախի մթնոլորտ է Հայաստանում։ Ինչ որ չափով, ինչ որ մարդկանց մոտ կա այդպես բաներ են, լավ համարցակ խոսացողների մոտ կա։ Համարցակ խոսացողները շատ բան արդեն սկսել են բան անել։ Պակասել, կաշկանդված խոսալ։